Արմավիրի մարզի Գայ գյուղի հրապարակի աղբյուրը կարող է ցամաքել։ Ջուրը մի մետր ու կես շփում էր, ճշումը ահավոր բարձր էր, իսկ հիմա խնդրեմ նայեք։ Նախկին Խաթունախ գյուղը, որը հայտնի էր իր ջրառատությամբ, այսօր անապատանում է։ Ըստ բնակիչների, խմելու ջուր չլինելու պատճառը բնապահպանության նախարարության թույլտվությամբ գործող ձկնաբուծարաններն են։ Իրենց ձկան համար ամեն ինչ կանեն, մենակ թե ձուկ ունենան, իսկ ժողովրդի համար ոչ ոք չի մտածում։ Գայի բնակիչներն իրենց խնդիրը բնապահպանության նախարարությանը ներկայացրել են դեռևս 2 տարի առաջ, իսկ ինչու այդ մասին չեն բարձրաձայնում այսօր։ Մեզ չեն լսի, մեկա։ Մեր նկարահանման պահին Գայի գյուղապետը տեղում չէր, մեր հարցերին պատասխանեց նրա տեղակալ Խուրշուդ Քոչարյանը։ Թեև ընտրական քարոզարշավի ընթացքում իրենց գյուղը չի անտեսվել եւ ընտրատարածքից էլ падգամավոր է ընտրվել Սեյրան Սարոյանը, սակայն ջրի խնդիրը դեռ չի լուծվել։ Դեռ չկա, բայց կլինի։ 800 հեկտար վարելահող ունեցող գյուղը նաև ոռոգման ջրի խնդիր ունի։ Բանջարանոցներով հարուստ գայեցիները կանգնել են փաստի առաջ։ 150-200 հազարի ցելոֆան ենք առել, ջերմություն ենք տվել, թաղար ենք թափել, բայց փողը ծախսը չենք անել։ 30 դրամով վարունգ ենք ծախում ու ջրի պատճառով տես ինչ է կատարվում։ Ջուր չկա, ամբողջն է չորացել։ Մոտ 200 տարվա պատմություն ունեցող գյուղի բնակիչներին այս պահին մեկ հարց է հուզում. ինչպես են վճարելու ջերմոցների համար բանկերից վերցրած վարկերը։ Այստեղից առնում են, այնտեղ են տալիս 10%-ով վերցնում են, տանում են պետական փողերն են փակվում, այսինքն վիճակ է գյուղում, ահավոր վիճակ է։ Իրենց արդար քրտինքով գյուղը շենացնող գայեցիներն ակնկալում են, որ հուլիսի 8-ին կայանալիք գյուղապետի ընտրություններից հետո ինչ որ բան կփոխվի։ Տաթևիկ Ազիզբեկյան, Արթուր Տևրիկյան, IPFM։